Շնորհավորում Փաշինյանին, Ռուսաստանի Դաշնության նախագահ դեռևս չի շնորհավորել Փաշինյանին, ասում է մինչև վերջնական արդյունքներ ընտրություններ չլինի, չէ։ Կան երկրներ, որոնք արդյոք վերաբերմունք չէ Հայաստանի հետ հարաբերությունների։ Կան երկրներ, որոնց ղեկավարները սպասում են պաշտոնական արդյունքների հրապարակմանը, կան երկրներ, որոնց ղեկավարները սպասում են նախնական արդյունքների հրապարակմանը, այսինքն հիմա շատ լավ պաշտոնական արդյունքների հրապարակումից հետո այդ հարցին չեք տեսնում։ Ոչ չեմ տեսնում։ Բայց Փաշինյանը ասել էր ընտրություններից հետո մեկնելու են Մոսկվա։ Հարգելի գործընկերներ, ընտրությունների պաշտոնական արդյունքները դեռևս չկան եւ Հանրապետության վարչապետի արտասահմանյան գործողումների գրաֆիկ էլ դեռևս չկա ենթադրվում, եթե լինի կիմանաք որ երկիր մեկնեց էլի։ Պարոն Խուդատյան, երեկվանից ընդդիմադիր տարբեր ուժեր Facebook-յան դերով էին սկսել, թե դուք Մեղրաձորում 0 ձայն եք ստացել, այնինչ ըստ արձանագրության 717 ձայն։ Ըստ ձեզ ինչ նպատակ ուներ այդ մեդիա տերորը։ Տպավորություն ստեղծել, որ մեր իշխանությունը ընտրությունների կազմակերպման մասով նման է Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի իշխանություններին, այսինքն ընտրակեղծարար իշխանություն է։ Բնականաբար հասկանում եմ ԲՀԿ-ի գործընկերներին, իրենք շեմային վիճակում են գտնվում եւ որոշակի քվեների տեղաշարժ կարող է արդյունք ապահովել իրենց համար, ես էլ լինեի իրենց տեղ վերահաշվարկի համար կդիմեի, այդ մասով այտենց ֆորս մաժորային ինչ-որ իրավիճակ չունենք, վերահաշվարկը կարվի կհասկանանք վերահաշվարկի արդյունքում փոխվում է պատկեր թե չէ, բայց եթե պատկեր նույնիսկ փոխվի ավելանա ինչ-որ քաղաքական ուժերի կամ պակասի ինչ-որ քաղաքական ուժերից, դա լինելու է մի քանի քվեների համար, այսինքն ընդամենը խոսքը մի քանի քվեի մասին է եւ պիտի ասեմ, որ արդեն մինչ այսպա տեղի ունեցած ճշգրտումների արդյունքում ամենաշատը ավելացել է քաղաքացիական պայմանագիր կուսակցության քվեները, այսինքն տրամաբանություն չկա նաեւ այդ առումով մեկնաբանությունները չեմ հասկանում ինչի մասն է, քաղաքացիական պայմանագիրը, օրինակ ընտրությունները պայմանական ասած կեղծի այնպես, որի արդյունքում իր քվեները քաղաքացիների կողմից ստացած քվեների համար արձանագրվեն օրինակ 1000-ով ավելի ցածր, այդտեղ տրամաբանություն չկա, իսկ այն որ ընդդիմությունը այս ընտրություններում ձախողվել է, իրենց ակնկալիքը որն էր բաժանել հնարավորինս մեծ թվով ընտրակաշարք, ապահովել այլ երկրներից հնարավոր մեծ թվով մարդկանց մասնակցություն, ինչի ականատեսը եղանք վերջին ուրեմն շաբաթների ընթացքում, բայց հասկանալի է, որ նաև այդ հանգամանքը փորձել են ամբողջությամբ գործի դնել, ինչը կանխվել է, չի ստացվել, մասնավորապես հակակոռուպցիոն կոմիտեի կողմից բազմաթիվ ձայնագրություններ են հրապարակվել եւ երեք էլ նաեւ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը ասաց, որ դեռևս առաջիկայում էլ որոշակի հրապարակումներ կլինեն, նոր քրեական գործեր կլինեն այս մասով, հասկանալի է, որ Նաև ընտրակաշարքի ազդեցությունն է մեծ եղել, բայց ընտրակաշարքով էլ նույնիսկ ընդդիմությունը այնքան ապաշնոր է, որ չի կարողացել իր համար բաղձալի հաղթանակ ունենալ, ինչը մեր համար խիստ կանխատեսելի էր, որովհետև հնարավոր չի արգելի գործընկերներ հրապարակում ունենալ 10,000 մարդ, հետո հայտարարել, որ ունենք 80,000 մարդ եւ ակնկալել, որ դե 80,000 մարդ ենք ունեցել հանրահավաքին, դա հսկայական թիվ է։ Այսինքն հիմա ընդդիմությունը հետեւյալն է անում, փորձում է ստվեր գցել ընտրության արդյունքների վրա, բայց դա էլ չի ստացվելու իրենց մոտ, որտեղ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները գնացել են ընտրության, իրենք գիտեն ում են քվեարկել, իրենք գիտեն մոտավորապես իրավիճակը ոնց է, այսինքն էական Ռուսաստանը մինչև օրս չի շնորհավորել։ Դե ես ասեցի, կան երկրներ ըստ ամենայնի, որոնց ղեկավարները սպասում են նախնական արդյունքներից հետո շնորհավորելին, կան երկրներ, որոնք սպասում են վերջնական արդյունքներից հետո, վերջնական արդյունքների չեմ տեսնում միտում, քանի որ վերջնական արդյունքները չեն հրապարակվել, եթե ուշադիր լինենք, կարող պարզվի, որ էլի այլ երկրներ կան, որոնց ղեկավարներն էլ դեռ չեն շնորհավորել, այսինքն Եվրոպական երկրներ, ոչ միայն եվրոպական երկրներն են շնորհավորել, օրինակ Վրաստանի վարչապետն է շնորհավորել առաջիններից մեկը, Ղազախստանի նախագահն է շնորհավորել առաջիններից մեկը, եվրոպական երկրները շնորհավորել են, բայց վստահաբար եվրոպական երկրներն էլ ոչ ամբողջ կազմով են շնորհում։ Ես միտում շատ լավ, մեր ռազմավարական դաշնակիցը ըստ ամենայնի սպասում է պաշտոնական տվյալների ամփոփմանը, իդեպ դրան էլ ենք մենք սպասում։ Չեմ կարող ասել հարգելի գործընկերներ, խնդրում եմ այդ հարցերը վարչապետի աշխատակազմ կամ արտաքին գործերի նախարարության ուղղել։ Այսպիսի հայտարարություններ արել, որ իրենց հույսը ամեն դեպս կարծում եք այդպես է, որ 8 падգամավոր դիրքորոշումը կփոխի եւ Նիկոլ Փաշինյանը իր աթոռը կկորցնի, նախորդ գումարները Նարեկ Կարապետյանը ճիշտ կանի զգուշ լինի, որովհետեւ վերջին իրադարձությունները ցույց են տվել, որ սովորաբար այդպիսի դեպքերում ընդդիմությունից են տեղափոխվում իշխանություն։ Բազմաթիվ այդպիսի իրենք զգուշ պիտի լինեն դրա մասին խոսելով, որովհետև կարող է պատկերը լինել այնպես, ինչպես նախորդիվ եղել է։ Չեմ սպառնում։
Դուք ասում եք ջախջախվել է ընդդիմությունը, բայց ամեն դեպքում Փաշինյանն էլ 49% ձայն է հավաքի, եթե փոշիացված ձայները չավելանային։ Իսկ փոշիացված ձայները դա Փաշինյանին աջակցող ձայներ չեն։ Այսինքն ըստ էության նա 50% նույնիսկ ձայն չի հավաքել։ Սա խնդրահարույց չէ ձեզ համար։ Ոչ, խնդրահարույց չի մեզ համար, պարլամենտական կառավարման երկրում մենք արդեն 8 տարվա իշխանություն ենք, եթե ուշադիր լինեք աշխարհի տարբեր երկրներում կոալիցիոն կառավարություններ են ձևավորում նաև այսպիսի ընտրությունների արդյունքում, իսկ քաղաքացիական պայմանագրի դեպքում քաղաքացիական պայմանագրի անգամ չի աջակցել Փաշինյանին պատասխանել։ Մեզ աջակցել է ընտրության մասնակիցների 49.9%-ը, որի եւ 50%-ի մեջ տարբերությունը ընդամենը 1500 ձայն է եւ վերահաշվարկն էլ ավարտված չի բացառվում, որ եւս 1500 ձայն ավելանա, ինչպես օրինակ ավելացել է մի քանի տեղամասերում ամփոփման արդյունքում, բայց այստեղ նաեւ 49.9 եւ 50-ի մասին չի խոսակցությունը քաղաքացիների ճնշող մեծամասնության քվեն ստանալու մասին է եւ այդ մեկնաբանությունը թույլ տվեք ձեր հետ չկիսեմ ինչ է նշանակում փոշիացող ձայների արդյունքում ընտրությունների շատ լավ դե փոշիացող ձայների արդյունքում թող ուժեղ Հայաստանը կարողանար մեծամասնություն կազմել հարգելի գործընկերներ մենք թույլ կտակ մենք 2.5 անգամ 2 ավելի քան 2 անգամ ավել ձայն ենք ստացել, քան իրենց ընտրություններից առաջ իշխանություն հռչակած, ինչ-որ տարօրինակ աշխատասենյակում, տարօրինակ կառավարության կազմ ձևավորած եւ տարօրինակ մարդուն պարոն վարչապետող դիմով քաղաքական ուժը։ Բայց ինչպիսի խայտառակություն է հավաքվել մի սենյակում, ձևավորել կառավարություն, ընտրել նախարարներ, ունենալ պաշտպանության նախարար, որը կարծում է թե 155 մմ-անոց տրամաչափով, ուրեմն հրետանու միջոցին, այսինքն մեծ կամ փոքր արկ տեղադրել ընդամենը որակական խնդիր է, ունենալ մարդ, որը Հայաստանի Հանրապետության քաղաքացի էլ չի եւ նույնիսկ ընտրություններում հաջողություն հասնելու պարագայում էլ չէր կարող լինել վարչապետ, բայց ընտրություններից 1-2 ամիս առաջ այդ մարդուն ինչ-որ այլ տարօրինակ մարդիկ դիմում են պարոն վարչապետով եւ դրանից հետո գնալ ընտրության ստանալ 23% աջակցության քվե, պետք է այդպիսի դիմության 3 ուժերը 540,000 ձայն են ստացել։ Շատ լավ, մենք էլ ստացել ենք 700 ավելի շատ քան 2021 մենք էլ ստացել ենք 730,000 ձայն, մենք էլ ստացել ենք 730,000 ձայն, որը շատ ավելին է, քան ստացել ենք 2021 թվականին։ Չտպավորություն մի ստեղծեք, որ մեր ձայները պակաս է։ 2026 թվականի ընտրություններին առավոտյան ժամը 8-ից մինչև երեկոյան ժամը 20:00 ընկած հատվածում Հայաստանի Հանրապետության շուրջ 40,000 ավել քաղաքացիներ գնացել են ընտրության, որոնք մասնակցել են եւ ընտրել են քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը։ Ասում ենք 2020 ես ասում եմ, ուրեմն թույլ տվեք ասել, որ մարդկանց իշխանությունն էլ ավելի շատ ստացել։ Ասում եմ 21 թվականին ավելի շատ քիչ ձայն է ստացել, 300 քանի հազար ձայներ ստացել, հիմա ստացել է 540,000 ձայն 3 ընդդիմադիր ուժերը, մնացած ուժերին չեմ հաշվում։ Հիմա սա արդյոք խնդրահարույց չէ իշխանության համար։ Ոչ, իշխանության համար խնդրահարույց չէ, որովհետև քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ստացել է, ես մտահոգվածի տեսք ունեմ կամ մտահոգվածի դեմք ունեմ։ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ եթե դուք սահմանադրական մեծամասնություն չկազմեք, սեպտեմբերին պատերազմ է լինելու։ Դուք չեք կազմել մեծամասնություն, սահմանադրական սեպտեմբերին պատերազմ լինելու է, թե ոչ։ Մենք որպես Հայաստանի իշխանություն ամեն ինչ անելու ենք, որ Հայաստանում լինի խաղաղություն եւ օգոստոսի 8-ին 2025 թվականի հաստատված խաղաղությունը Հայաստանի Հանրապետության համար լինի հավերժ խաղաղություն։ Եվ մենք քաղաքացիներից եւ մենք թույլ տվեք այդ հանգամանքը շատ չկապեմ սահմանադրական մեծամասնության հետ, մենք հաղթել ենք վստահ եմ, որ process-ները խիստ կառավարելի են եւ Հանրապետության վարչապետի առաջնորդությամբ մեզ հաջողվելու է Հայաստանի Հանրապետության խաղաղության ժամանակահատվածը դարձնել տևական եւ հավերժ։ Եթե չունեք սահմանադրական մեծամասնություն։ Այդ հարցի ասոցիատորը տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը չի, ես օրենքի շատ մանրամասներին էլ չեմ տիրապետում, գիտեմ, որ երեք նաեւ Տիկին Գալյանին է այդ հարցը տվել եւ իմ գործընկեր Տիկին Գալյանը պատշաճ պատասխանել է այդ հարցին։ Պարոն Խուդաչյան, բայց Փաշինյանը իրատեսական էր համարում, որ սահմանադրական մեծամասնություն է ապահովելու։ Ըստ ձեզ ինչ ձեր թիմին չհաջողվեց դա։ Չեմ կարող գնահատական տալ իրատեսական ենք համարել, թե իրատեսական չենք համարել, ձգտել ենք առավելագույնը անել, շատ լավ, մենք բոլորս ձգտել ենք առավելագույնը անել, ավելի շատ քաղաքացիների վստահության քվեն ստանալու մասով, կարծում եմ ընտրություններին մեծ ազդեցություն ունեցել ընտրակաշառքի հանգամանքը,
Այդ թվում նաև այլ երկրներից Հայաստան 1 օրով, 2 օրով, 3 օրով եկած եւ Հայաստանում ընտրության մասնակցած ուրեմն քաղաքացիների մեծ լինելու հանգամանքը, տեսակ որ այդ թվերը նաև ըստ ամենայնի պայմանավորված էր, դրանով էր պայմանավորված նաև ընտրությունների մասնակցության աննախադեպ ցուցանիշը, բայց նորից պիտի ասեմ, շատ լավ կան նաև այդպիսի մարդիկ, ովքեր մեզ են ընտրել, կան նաև այդպիսի մարդիկ, ովքեր այլ երկրներից եկել են եւ ընդդիմությանն են ընտրել, ընտրակաշառքով ընդդիմության օգտին բնականաբար քվեարկողներ կան, ընտրակաշառքով իշխանության օգտին ոչ մի քվեարկող չկա, որտեղ մենք երբևէ, որովհետեւ մենք կան բազմաթիվ, ինչպես Ձեր օգտին է նաև վարչական ռեսուրսով։ Մեր օգտին վարչական ռեսուրսով քվեարկողներ չկան։ Մենք Տաշիր պիցայի սեփականատերը չենք, որ մեր աշխատողներին այնպիսի իրավիճակում դնենք, որ իրենք ստիպված մեր օգտին քվեարկեն։ Գոհար Մելոյանը ասում էր, եթե այս աստիճանի խախտումներ չլինեին, հիմա Սամվել Կարապետյանը կլիներ իշխող ուժի առաջնորդ։ Պարոն Խուտեթին, ինչպես կմեկնաբանեք։ Թույլ տվեք ես մեր նախարարության հսկայական գործը թողած Գոհար Մելոյանին չմեկնաբանեմ։